Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Շնորհակալություն։ Փորձում ենք ամփոփել շաբաթը եւ այս շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել Սյունիքի միջով Թրամփի երթուղին իրականացնելու համար։ Այդ աշխատանքային խումբը ղեկավարելու է, գլխավորելու է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քոլթերը։ Նույն Սոնատա Քոլթերը նշանակվել է նորաստեղծ Միացյալ Նահանգներ Ադրբեջան ռազմավարական աշխատանքային խմբի ղեկավար։ Հայաստանում էր գտնվում եւ Ադրբեջանում էր գտնվում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը, հանդիպումներ են ունեցել Փաշինյանն Ալիևի հետ եւ ինֆորմացիա եղավ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը բացի ներողություն միաժամանակ ինֆորմացիա եղավ, որ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ավագ խորհրդականը ժամանել է Վրաստան։ Նրանք քննարկել են երկրի մասնակցությունը Թրամփի երթուղի նախագծին եւ այն հարցը, թե ինչպես կարող է Վրաստանը աջակցել TRIP ծրագրին։ Եվ այսպես մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների կողմից ակտիվություն։ Ինչ է սա նշանակում, գործընթացները արագանում են, ձեր մեկնաբանությունը։ Իմ մեկնաբանությունը հետևյալն է։ Ես մեծ հաշվով դե իհարկե պետք է բանել մեկ տարվա այս ուշագրերը մեկ տարվա երկարաձգման բանով են ստորագրվել, այսինքն 12 ամիս շատ կոնկրետ ժամկետներ կան, ինչ որ գործողություն պետք է։ Ինչ վերաբերում է Սամանթա Քոլթերն ինքը հիմնականում կենտրոնական Ասիայի մասնագետ է եւ թուրքական երկրների։ Ինչ ինձ դուր չի գալիս։ Ինձ ընդհանրապես ահավոր դուր չի գալի եւ մեծ հաշվով շատ վիրավորական է, որ ամերիկյան համակարգերում Հայաստանը գնում է ասիական երկիր։ Հայաստանը մտցնել թուրքական աշխարհի մեջ, ես բազմիցս ասել եմ, սա նորից եմ ասում, օրինակ ամերիկյան կորպորացիաների տեսանկյունից մեզ մոտ շարիաթ է։ Գովազդները ստեղծվում են թուրքական երկրների համար։ Մեր մոտ ձեռքի է գալիս։ Ապրանքները, որոնք ստեղծվում են էլի թուրքական երկրների համար, այսինքն Հայաստանը դիտարկվում է որպես թուրքական աշխարհի մի մաս։ Սա ոչ միայն վիրավորական է, սա կրիտիկական, բացասական նշանակություն ունի ապագայի համար։ Հենց այս պատճառով ես տարանջատում եմ մտցնում, երբ որ ասում ենք, որ տարածաշրջանային ինչ-որ պրոյեկտներ, տարածաշրջանային պրոյեկտներում, որտեղ չկա Եվրոպական միությունը, Հայաստանի մասնակցությունը պետք է լինի զրոյական կամ զրոյին մոտիկ։ Խոսքը թե ԵԱՏՄ-ի մասին է, թե Միջին Միջանցքի մասին է, ցանկացած կտորի մասին, որտեղ որ չկա եվրոպական ազդեցություն, դա Հայաստանի համար կործանարար է, որովհետև Հայաստանը եվրոպական քաղաքակրթության միակ կղզյակն է ստեղ եւ Եվրոպան ամեն ինչ անում է, որ այդ շարունակի այդպես լինել, ցավոք սրտի մեր իշխանությունները դիլետանտության, չհասկանալու, սեփական գրպանի մասին մտածելու կամ այլ ինչ որ սուբյեկտիվ պատճառներով Հայաստանը կործանարար քաղաքականության շնորհիվ տանում են թուրքական աշխարհի մեջ։ Սա պրոբլեմա։ Ինձ համար Տրամփի փակուղին պրոբլեմա, որովհետև գոյություն չունի տնտեսական հիմնավորում կենտրոնական Ասիան կապելու Թուրքիայի Հայաստանի տարածքով, չկա այդ հիմնավորումը։ Իրանք նորմալ կապ ունեն, Սյունիքի մասն է խոսքը։ Իրանք հանգիստ կարան գան առանց լեռնային այդ բաների, շատ կարճ ճանապարհ կա, որ ցորենը եկավ, հա, օրինակ ղազախական ցորենը գնաց նոր, իհարկե Ռուսաստան գնաց, հետո մտավ ընդերից Ադրբեջան, նույնիսկ եթե ինքը Ակտաուից մտներ Բաքու, Լաստանավով եւ այնտեղ դրվեր երկաթգծի վրա եւ գար, կարելի էր Ղազախով երկաթգծով մտցնել, եթե ուզում եք Հայաստանը մտնի այդ բաների մեջ, ճանապարհներում, չխնդրեմ, այնտեղով կարող եք մտցնել։ Դա վատ չի, դա լավ է իրականում, ասենք նորմալ է, երկաթգծի երկու ուղղությունն է կաշխատի, մեկը կաշխատի։ Սա Միացյալ Նահանգների ոչ հեռատես, ավելի շուտ ոչ հեռատես չէ, իրանք շատ խոշոր են մտածում եւ այդ երկու բան կա, հա, սա ոչ թե քաղաքական թևին է տված, այլ տնտեսական, ցավոք սրտի Տրամփի ադմինիստրացիայի զգալի մասը իդեմս Բեդովլատների, Վիտկով, Կուշներ, բան, որոնք օրինակ Ուկրաինան հիմա փուրն են տալիս ռուսական բաներով,
Իրանց համար փողն է կարևոր։ Հիշում եք Բարակը, որ ասում էր, որ հայերը ցեղեր են։ Իրանց համար Բարակը Թուրքիայում Ամերիկայի դեսպանն է։ Այսինքն սրա մասին է խոսքը, որ այս մարդիկ դե իրանք ունեն մեկ շահ տարածաշրջանում, դա Իսրայելի շահն է։ Հայաստանի ոչնչացումը են, որ ասում են նիմիցիում տակ կատանյան։ Զենքով չստացվեց, տնտեսապես կոչնչացնենք, կբնաջնջենք, կդնենք թուրքական աշխարհի մեջ։ Հայաստանը ինչ է ողջորված այդ դեպքում։ Հիմար են, որովհետև վիրավորական չի։ Դե վիրավորական է, բայց բացատրեք ավելի։ Հա, բացատրեմ, դա շատ པարզ է եւ ասենք, չգիտեմ ինչի է պետք ողջորվել։ Լուրջ եմ ասում, ոչ մի ողջորվելու բան չկա։ Այսինքն քո ռացիոնալությունը, քո քրիտիկական մտածելակերպը պետք է անջատված լինի, հա, քո կեղև ենթակեղևային կապերը, պատճառ-հետևանքային կապերի բացահայտումը, չգիտեմ, ինչ որ երկարաժամկետ պլանավորման հմտությունները, ունակությունները, պետական շահերը, պետական ոչ թե կոնկրետ օլիգարխատի եւ իշխանության մեջ մնալու, այլ պետականության շահերը երկարաժամկետ բոլորը հակասում են մնալուն ԵԱՏՄ-ում, ներգրաված լինելու միջին միջանցքների եւ ծառայելու թուրքական աշխարհի շահերին, շատ լավ լինելու Տրամպի ադմինիստրացիայի հետ, որքան էլ որ հիմա կարող է թվա, որ իրանք շատ տենց հզոր են, իրանք ոչ շատ թույլ են եւ իրանք կյանքը 4 տարի է։ Մինչ իմ հաջորդ հարցը, որը վերաբերում է Ղազախստանում Նիկոլ Փաշինյանի այցելը, Ղազախստան այցելությանը եւ այն ինչ այնտեղ տեղի ունեցավ, հիշեցնեմ նաեւ, որպեսզի հետո հարցը տրամաբանական լինի։ Կենտրոնական Ասիայի երկրները տարածաշրջանային ձևաչափ են ձևավորել, այդպես է ձևակերպում, տարածաշրջանային ձևաչափ են ձևավորել Ադրբեջանի հետ։ Եվ այսպես ստացվում է Կենտրոնական Ասիա, Ադրբեջան ձևաչափ։ Փաստորեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը ընդլայնվել է, այդպես է պետք հասկանալ։ Թուրանն է։ Այստեղից հաջորդ հարցը Հարավային Կովկասը վերաձևվում է։ Չէ, Թուրանն է։ Եկեք փորձենք տեսնենք ինչ է տեղի ունեցել իրականում։ Հետո Հայաստանը տեսնենք 9-րդ 10-րդ դարում օղուզները, սրանց նախնիները, Աբշերունում վերընկած Բաշի բոզուկների նախնիները եւ Անատոլիան գրաված սելջուկները վռնդվեցին Թուրքեստանից որպես անբան ու մեծ հաշվով ուղղակի վռնդվեցին։ Սրանք գնացին մարդը նստեցին միտեղ։ Մինչև ասենք Բեյբուրթը որն է, մինչև Եգիպտոս հասան, միտեղ տենց Սուրիայի հյուսիսում մնացին, այդ որ հիմա Իդլիբը Թուրքեստան բաներն են, Անատոլիայում Ռումի սուլտանատը, հա, Հայաստանը, որը ժանտախտից հետո մարդ չէր մնացել 60%-ով կրճատվել էր բնակչությունը, ստեղ էին բանալ, մեծ հաշվով սրա մասին է խոսքը, այդ Թուրանն է։ Այսինքն իրանք չեն ընդլայնվել, իրանք միշտ տենց են։ Հարավային Կովկաս երբեք գոյություն չի ունեցել։ Ադրբեջան, Հայաստան, Վրաստանի մասին էր, էլի խոսքը, որ հիմա Ադրբեջանը գնում է այնտեղ։ Տեսեք, դուք ենթադրում եք, հարցնում եմ։ Հա, կամ ձեր հարցից ելնելով դիտողը, հեռուստադիտողը կարող ենթադրի, որ երբևիցե 10-րդ դարից հետո գոյություն է ունեցել ինչ որ այն պահից, որ աղվանքը փայտակարանը կորցրել է հայկական թագավորությունը Բագրատները, այլևս չի եղել միասնություն, չի եղել այդ Կասպից ծովի քիփ կպած բաները, եղել են տարբեր քոչվոր ցեղերի ենթակայության տակ, որոնք դավանել են այսպես թե այնպես իսլամի տարբեր ուղղություններ։ Պարսկական ազդեցության տակ հիմնական մասը մնացել է շիա, որը մեզ համար այդքան վատ չի, որովհետև շիաները քիչ թե շատ, ավելի շուտ քիչ են եւ իրանց մոտեցումը կյանքին մի փոքր ուրիշ է։ Բայց իրանք մեկը ասենք թուրքական լեզուները եկել են, այսինքն իրանք տենց ոչ մի բան են։ Իրանք ոչ մի բան են։ Այսինքն ինչքան բան քրտնած ված հոտով տենց ով չգիտեր հերովա Ստալինի հրամանով գրեցին ադրբեջանցի։ Հիմա ինքը դավանում էր ինչ-որ մի կրոն հիմնականում իսլամ։ Դրա մասն է խոսքը։ Սովետական միությունը որ դա տենց էր, դա չի նշանակում որ դա այդպես էր։ Ինչպես եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ենթադրաբար քարտեզների վրա որ sense գծում են ասում են դե էս պետք է Ասիա լինի։ Որովհետև բան է, այդ ոնց որ իրանք հարավային եւ հյուսիսային Դակոտայի արանքը սա բան են, կանոնով գիծ են գծում, ասում են դե այս հարավային առանց հաշվի առնելու որ ոչ դա տենց չի։ Հայաստանը Ասիա չի, երբեք չի եղել։ Ասենք
Այն որ Ասիայի ողնաշար հանդիսացող Պարսկաստանն է համարում, որ Հայաստանը Եվրոպա է, դուք 200 տարվա պետականություն չունեցողներդ ինչ իրավունքով եք Հայաստանը տանում մտցնում Թուրանի մեջ։ Ես դրա համար եմ ասում, որ մեր ղեկավարությունը հիմար է։ Փոխանակ մերոնք գնան ասեն տղեկ, մենք Ասիա չենք։ Մեզ մի գցեք այդտեղ։ Հա, օքեյ, մենք կարանք ինչ որտեղ տնտեսապես համագործակցենք, բայց մեզ մի գցեք այնտեղ։ Հիմա գալիս ենք այս այցին Ղազախստանը եւ Հայաստանը, իդեպ ասեմ Ղազախստանը այդ նույն կենտրոնական Ասիան է, այն երկրների Ղազախստանը Թուրանի ողնաշարն է։ Այո, որտեղ նրանք այն երկրների թվում էր, որոնք վերջին շրջանում, այս կարծեմ արդեն 1 շաբաթ առաջ Թրամփի հետ էին հանդիպել եւ հիմա այդ Թուրանի հետ ներողություն Թրամփի ուղու հետ կապված Էլի աշխուժություն կա այս ուղղությամբ եւ Ղազախստանն ու Հայաստանը ստորագրեցին ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ եւ Տոկաևը Ղազախստանի նախագահ ասաց, որ Հայաստանը դժվար աշխարհակաղակական իրավիճակում ցույց է տվել ոչ ստանդարտ վճռական որոշումներ կայացնելու արժեքավոր կարողություն եւ այսպես Հայաստանը Ղազախստանում է հիմա Եվ այդ Թրամփի ուղին Ղազախստանի առաջի ղեկավարը Ղազախստանը որ պետականություն ստացավ առաջի ղեկավարը Ղազախստանի եղել է հայ Սովորիկի պատկերացնիկ Նազարյան, եթե չեմ սխալվում, Տոլին Նազարբեկյան Այսինքն Ղազախստանի պետականությունը կնքվել է հայի ձեռքով այս որ հասկանաք կապեր ինչքան բան են Ինչ վերաբերում այդ հայտարարությանը, ու հա ինչ-որ մի բան պետք է ասի, Սելջուկ բոլշևիկյան հրեշին միացնում են, մի բան չանի, մի հատ ցածկա չկախել Նիկոլի Դոշից, որտեվ ամբողջ մնացած մեր իրական դաշնակիցները մի տեսակ զարմացած, որ չասես ապշած են նայում ես ամեն ինչին, բայց դա իրական դաշնակիցները նկատում ունեք Եվրոպական երկրները նկատում ունենք առաջին հերթին Ֆրանսիան, որը իդեպ վաղուց այնտեղից ոչ մի նորություն չունենք մեզ հետ կապված։ Լուր է, հա, ճիշտ եմ հասկանում։ Լուր հետևում է ինչին։ Նորից գալիս ենք Ֆրանսիայի մոտեցումը մեծ հաշվով երբեք չի փոխվում, ինքը տենց դեպքն չի որ Ֆրանսիայի դեմ ինչ որ բան են կարողանում անել Ֆրանսիան շատ լավ գիտակցում է իրական վիճակը Հայաստանում, բայց ինչ ասես, էդ է։ Մի խոսքով գործընթացը արագանում է, Միացյալ Նահանգները։ Չէ, գործընթացը չի արագանում, հայտարարություններն են շատանում։ Տեսեք, եթե դուք վերցնեք ձի, իրան ներկեք սպիտակ, հետո վրան սև գծեր քաշեք։ Նույնիսկ եթե հետո դրան տանեք կենտրոնաբանական այգի ու ասեք զեբրա ինքը զեբրա չի դառնա։ Հիմա դուք Հայաստանին կարաք հայտարարեք, որ ինքը Թուրանին կապող օղակ է, բայց դա այդպես չի, մինչև վերջի մանուկը չկոտորեն հայերին, իսկ դա շատ դժվար է հիմա, որովհետև 60% ապրում Հայաստանից դուրս ու լավ 50 դրանց կեսը Ռուսաստանում, դրանց կարելի է կամ կոտորել կամ ասիմիլացնել այդ հետ։ Ասենք կմնա մեկ ամի 30% էսորվադրությամբ հայերի կմնա, որոնք կապրեն նորմալ երկրներում, հույս կմնա, որ ինչ-որ գենակոդը կպահպանվի։ Ինչը Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, դա այն է, որ տոտալիտար թուրքական պետությունների հետ համագործակցելիս տնտեսական գործոնը ունի 0 նշանակություն։ Իրանք քոչվորի մտածելակերպով են, իրանք արոտա վայր են ման գալիս, ոչ թե տնտեսական բան, արոտա վայր, ինքը կարա շատ հանգիստ 6 ամսով չլվացվի, չլողանա, իրան նույնիսկ օճառ պետք չի, մեծ հաշվով մտածելակերպով, չի կարելի այդ բանի մեջ ման գալ տնտեսական շահ, գոյություն չունի այդ տնտեսական շահ, քեզ համար, այսինքն Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի, Խաչատուր Սուքիասյանի, Տիգրան Սարգսյանի համար դա միգուցե եւ տնտեսական շահ Հայաստանի պետականության եւ հայ ազգի անվտանգության համար դա կործանարար է։ Հիմա ես հարց եմ տալիս, մեզ կնայեն, հիմա ասենք չինեմ, 1000 հոգի կնային, չէ, 2000, կարող ավել նայեն, հարց եմ տալիս, ամեն մեկը թող նա իր երեխու աչքերին ու ասի, արդյոք ինքը պատրաստ է Այս երեխուն, իր երեխային թուրք սարքել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը, Մհեր Գրիգորյանը եւ Տիգրան Սարգսյանը լավ ապրեն, լավ զգան իրանց
որպեսզի Նիկոլ Փաշինյանը ստանա հերթական թուրքական շքանշան։ Դուք հասկանում եք, ես կաթողիկոսին եմ մեղադրում, որ ինքը Պուտինից է շքանշան ստացել։ Նիկոլը, որը ստանում է Թուրանի ողնաշար երկրից շքանշան, չի հասկանում, որ դա տարօրինակ է։ Դա արարողակարգով հաստատվում է, չէ՞։ Արարողակարգով ասում են շքանշան ենք տալիս։ Դու պատվո լեգիոն չունես ստանալու, բան չես թուրքական շքանշան ստանում։ Ասենք ինչի Մակրոնը չի ասում, որ դու երկիրդ, այդ որ ասում ես, որ դու փրկել ես, դու բան ես անում, ինչի Եվրոպայում ոչ մեկ դա չի ասում։ Եկեք այդ հարցերը, որ բարձրացում եք, շատ կարևոր են։ Ինչու։ Ինչու է այնտեղից ստացել, ինչու։ Հա որտեվ այնտեղ դեռ չեն համարում, որ փրկել է։ Ոչ էլ համարում են, որ բարդ իրավիճակում ճիշտ որոշում է կայացրել։ Իսկ ստեղ ինքը արդեն կայացրել է վճռական որոշում, այստեղ արդեն կայացրել է։ Հասկանում եք, Իսրայելը ի տարբերություն շատերի պետքա ճիշտ գնահատել։ Իսրայելը դա հրեա ժողովրդի կարող է երազանք եղել, բայց իրականում Իսրայելը Ռուսաստանից գնացած մարդկանց, ովքեր իրանք հայտարարել են հրեա, որտեղ ես չգիտեմ ինչքան են հրեա, այս մարդկանց շահերն է ապահովում, այս մարդկանց շահերը բիզնեսն է եղել ռուսական կայսրությունում։ Դրա համար են իրանք այդքան հետաքրքրված, թե տարածաշրջանով, թե Սելջուկ բոլշևիկյան ով իրենք։ Այդ Իսրայելի բնակչությունը։ Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները շահ իրականում, բացի անձնականի, թե Տրամպի տամփեսեն դերը է։ Չէ, Միացյալ Նահանգների ժողովուրդը Չէ, Միացյալ Նահանգների ժողովուրդը ոչ մի բան ես մեջբերումներ եմ։ Չէ, ոչ մի տենց կա քաղաքական վերնախավի մի մաս, որը տենց է համարում, այո, իրանք եղել են շատ ազդեցիկ ժամանակին։ Միացյալ Նահանգները չեն շահի։ Ռուսաստանը։ Չէ, Միացյալ Նահանգները շատ հեռու են, 1, 2, էլի եմ ասում։ Բազմիցս ասել եմ, էլի կասեմ։ Հիմա չէ, որը հիմա կարա ազդի, որտեղ Թուրքիան էլ նենց չի, որ ազատ տնտեսության, դեռ էլ ավտորիտար բաներ կան, դրսևորումներ կան։ Բայց երբ այս տարվա սկզբերին, մինչև գարնան վերջ, նույնիսկ ամռան ամիսներին, երբ խոսում էին Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական հարաբերությունների մասին, խոսքը գնում էր նրա մասին, ամենահզոր տնտեսությունը Ղազախստանն է, 30-ից 32 թվականին ապրանքը շրջանառությունը հասնել 3.32 միլիարդ դոլարի, 3.2, այսինքն 3 միլիարդ 200 միլիոնի գոյություն չունի աշխարհում այդպիսի հիմնավորում, որ դու 3 բազմապատկենք 3-ով սարքենք 10 միլիարդի համար սյունիկ կտրտես թափրտես չկա տենց բան հասկանում եք չկա բայց կտան շքանշան որը կնա ոտերն է կլավան ջուր կխմեն Ռուսաստանի դուք հասկանում եք որ 10-րդ դարից իրանք փորձել են դա անեն չի ստացվել հասկանում եք որ իրանք 10-րդ դարից փորձել են դա անել չի ստացվել Հիմա ստացվում է Հիմա Տրամպի շնորհիվ, հիմա չգիտեմ Նիկոլա Տրամպի կուտնակեր է, թե ինչ է եղել, բայց այս ամեն ինչը, ասենք, որ ասում եմ քաղաքակրթական մղձավանջ է, մարդիկ ասում են շատ էս մռայլացնում, բայց եղբայր 10-րդ դարից 1000 տարի փորձել են չի ստացվել։ Հիմա դրել են Տրամպի ուղի ու ստացվում է։ Նորից հետ գամ կներեք սրա մասին շատ խոսվել է, շատ ներող եղեք, որ կրկնվում եմ, բայց քանի որ խոսում ենք կոնկրետ շահերի մասին, Ռուսաստանի շահը բոլոր դեպքերում ես ուզում եմ բարձրացնեմ։ Եվ շատերը ասում են, ահա, Միացյալ Նահանգները սա անում են, որովհետև նրանք սրանով իսկ Չինաստանի հետ են մրցակցում կամ չգիտեմ հակառակվում եկեք Չինաստան, Ռուսաստան, Միացյալ Նահանգները ասեցիք այդ ներող եղեք կրկնվում ենք բայց Չէ, ինչ պրոբլեմ կա այդ հարցը, եթե հարցը օդում կախված է, իրան պետք է քննարկել գարավելիով մնացել է, սենց ասել, տարբեր տեսակետներ եղել են, բայց մնացել է։ Ինչն է ձեզ կոնկրետ հետաքրքրում, ուրեմն Չինաստանի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, պոկում է Տրամպը իր անատոմիական առանձնահատկություններից ելնելով ցանկացած տեղով ռումբ գցի ինքը Կենտրոնական Ասիայից Չինաստանի ազդեցությունը
չի հանի, չես կարա հանես։ Ոնց որ ինձ մեկը գա ասի, գիտես ինչ կա, ուրեմն ես այդտեղ մտնում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը Լատինական Ամերիկայից հանեմ։ Հզոր տղա ես դու, ոնց ընկեր։ Չես կարա։ Այսինքն դա հեքիաթ է։ Ինչի՞ եմ, սա ոչ միայն հեքիաթ է, դա սուտ է։ Դրանով դու կարաս ուտացնես Գլենդելում, ասենք, չգիտեմ, 92 թվականին գնացած մեր հայրենակիցներին, կամ ոտ-ոտ Մեքսիկայի սահմանը անցած պուերտորիկացիներին, որոնք մի կերպ Նյու Յորքում, ասենք, չգիտեմ, Uber են քշում, ովքեր չեն հասկանում ինչա կատարվում, իրենց կարաս հրամցնես, մի քիչ մարդ որ բանա հասկանում, տեսնում, դա հիմարություն է, հետո սկսում ես ման գալ, ումա դա ձեռ տալիս, սկսում ես ման գալ, ումա դա ձեռ տալի, դա ձեռ է տալի իրականում, դա ձեռ կա տալիս ռուսներին սուտ է, ռուսը 70 միլիոն է մնացել, սաղ կամ ալկաշին կամ անբարոյական, Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ղեկը ստանձնած քրեաօլիգարխիկ համակարգին, ռազմական հանցագործ Պուտինի գլխավորությամբ, Իսրայելին ռազմական հանցագործ Նետանյահուի գլխավորությամբ, Սելջուկ բոլշևիկյան Թուրքիային եւ ցանկացած ուժի, ով ուզում է Եվրոպայի թուլացում, ոչնչացում այդ սպեկտրով, թուլացումից մինչև ոչնչացում։ Ընդ որում Միացյալ Նահանգները ոչինչ չեն կորցնում, կորցնում է Հայաստանը, կորցնելու է Հայաստանը։ Կորցնում է ոչ միայն Հայաստանը, կորցնում է Եվրոպան։ Կորցնում է Եվրոպան։ Եվրոպական քաղաքակրթության, տեսեք, մեկ անգամ արդեն ասել եմ, Հայաստանի թուլացում ամեն անգամ էլի հետ գնանք, լինի դա Բագրատունիների ժամանակ, այնուհետ Բագրատունիների կորուստը ինչ բերեց, ասենք բերեց թաթար-մոնղոլական բանը, եկան հասան մինչև, ես իմ ուր եկան, Հունգարիա, բան մինչև Ավստրիա, մինչև Բոհեմիա եկան հասան, այսինքն Չեխիա, հետո ինչ-որ մի կերպ վերականգնվեց, Կիլիկիայում եղավ, դրանից հետո ինչ եղավ, Օսմանները եկան Վենա, Հայաստանը որ ոչնչացավ, որպես այդպիսին, երբ խնդիրը, դե իհարկե հայկական իշխան եւ այդ իշխանների, որոշ իշխանների եւ եկեղեցու պատասխանատու ճակերտների գործողության պատճառով դա էլ է շատ մեծ կարեւորություն ունեցել։ Դրանից հետո այդ երկար ժամանակ Թուրքիան Օսմանյան կայսրության անունով եղել է գործոն, լրջագույն գործոն։ Բայց այդ գործոնը ինքը մեկ-մեկ ստեղ կռիվ է գնում հայերի եւ վրացքի։ Վրաստանը կար, բայց Թուրքիան գործոն էր։ Միայն Հայաստանի անկախ պետականության, եվրոպական համակարգում պետականության արկայությունն է, որ արևելքից գալացող այդ հոսքերը էներգիայի, բարբարոսության, բան կանգնեցնում է։ Եվրոպայում սա հասկանում են այն մարդիկ, ովքեր Եվրոպայում, այն ինչ կոչվում է եվրոպական բան, deep state։ Հայաստանի բացակայությունը բերում է անմիջականորեն Եվրոպայի արևելյան սահմանը, պայմանական Եվրոպայի Եվրամիության սահման, այսինքն քո մոտ Եվրամիության սահմանը դառնում է առաջնագիծ։ Նիկոլը չի սիրում այդ բանը, չի սիրում պայքարը, ինքը շատ տիպիկ գյուղական ինտելիգենցիայի ներկայացուցիչ է։ Իրան հարմար է այդ ծառայի, նոքյարի կարգավիճակը, այդ է պրոբլեմը։ Հասկանում եք, ինչու օրինակ այս կառավարությունը ինչ շատ հաճախ բանի, ես որ գրում եմ բանի մասին, արժանապատվության, իրանց բոտերից կամ իրանց մտածելակերպով վարակված մարդկանց գրում են, ինչ արժանապատվություն է, լավ է էլի սենց։ Այսինքն, եթե մարդը չի հասկանում, որ պետականությունը պահպանվում է միայն արժանապատվությամբ, միայն բանակ, տնտեսություն, ոստիկանություն, այդ բոլորը իմաստ չունի, միայն արժանապատվությունն է, որ քեզ հնարավորություն է տալիս առանց կոնֆլիկտի, առանց պատերազմի, ասել, որ ես մնացածից տարբերվում եմ եւ ապացուցել։ Օրինակ, խոզերի հետ չեմ լափում, ռազմական հանցագործին դաշնակից չեմ ընդունում։ Ուրիշի երեխաներին բռնաբարելու եւ սպանելու համար ֆինանսական հոսքեր չեմ ստեղծում։ Ինքս էլ չեմ անում դա, բայց չեմ էլ ստեղծում։ Ու եթե իմանում եմ, որ տենց է, չեմ աչքերս փակում ասում, դե լավ, քանի իմ երեխուն չի բռնաբարել ջհանդամը։
Շնորհակալ եմ Գովազդենք հայտարարում եթերում, այնուհետև ներքին խնդիրներին ենք անդրադառնում, փորձում ենք պատասխանել ինչ է կատարվում այսօրվա Հայաստանի Հանրապետությունում, սիրելի հայրենակիցներ, Գովազդի եթերում մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ եւ այսպես ներքին խնդիրներ։ Ինչ է կատարվում այսօր Հայաստանում ժողովրդավարություն բռունցքներով, ինչպես քաղաքական գործիչներից մեկը ասաց, թե քաղաքական հակառակորդների դեմ բռնաճնշումներ, այսինքն հակաժողովրդական գործողություններ։ Եվ այսպես ձեր գնահատականը։ Դժվար է ասել, գիտեք ինչն է, բան է 37 թվի պատմությունը լավն էլ, չէ, նորից պիտի ասեմ, 37 թվին այդ բանն է, Բայցովսկի կլուբի պես բան է, 37 թվի մասին չեն խոսում։ 37 թվին, 37 թվի մասին չեն խոսում ընդհանրապես, այսինքն Եթե 37 թիվ է, հա, այսինքն ռեպրեսիաների պարագայում ռեպրեսիաներից չեն խոսում։ Ինչու՞։ Դե Ռուսաստանի օրինակը վերցրեք, որտեղ առաջինը ռեպրեսիան քեզ է գալի կպնում։ Նակ Ռուսաստանում հիմա սպիտակ թղթով պիկետի դուրս գալու համար կարա ստանաս մինչև 5 տարի։ Թղթի թուղթ, որի վրա ոչինչ գրել չի, ուղղակի թուղթը կանգնես, սենց 5 տարի կարան տա։ Ռեպրեսիաները դրա։ Հայաստանում ռեպրեսիա չկա։ Այսինքն դուք ուզում եք ասեք, եթե 37 թիվ լիներ եւ խոսեին 37 թվի մասին։ Եթե խոսեին ռեպրեսիաների մասին, այո, իրանք ռեպրեսիաների կենթարկվեին։ Կենթարկվեին։ Եթե ազատ խոսում են ռեպրեսիաների Հա, մասին։ չէ, դա չի միայն։
փոքր երկրներում Հայաստանի նման ընդ որում բանում չի լինում տենց տոտալիտար։ Մենք շատ հին ենք։ Տենց մեմ կա, չէ, ասում I'm too old for this fucking shit։ Այսինքն ես շատ մեծ եմ այս անիմաստ բանի համար։ Մենք շատ հին ազգ ենք, այսինքն մեխանիզմներ կան, տրիգերներ կան, որոնք աշխատում են, մեզ պահում են տոտալիտարիզմից։ Լավ տոտալիտարիզմ չէ, հարց գուցե նախընտրական շրջան է 6.5 ամիս է մնացել, քաղաքական ընդդիմադիր ներողություն հակառակորդներին, Այդ կարան անեն։ Ընդ որում այդ քաղաքական հակառակորդները դուք եք կոչում քաղաքական հակառակորդ։ Գիտեմ։ Եթե Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից նայեք Ռոբերտ Քոչարյանը յուր ձիավորներով եւ Նիկոլ Փաշինյանը յուր մեգա դախլչիներով իրանք հակառակորդ չեն։ Եվ հարցազրույցներ են տալիս ազատության մեջ են, այսինքն բացին այդ որ ազատության մեջ են, իրանք բան են, ասենք նույն բանն են անում։ Այսինքն իրանք նույն արժեքային համակարգի մեջ են։ Իրանք իշխանություն են։ Ռոբերտ Քոչարյանը իշխանություն է։ Այսինքն մենք ունեցանք նույն պատկերը, եկեք Էջմիածնի ընտրություններով դատենք, փաստորեն արդյունքները իհարկե թեժ պայքար եւ այլն։ Ոչ մի թեժ պայքար չի։ Բայց արդյունքում մենք ունեցանք այսօրվա ազգային ժողովի ոչ մի թեժ պայքար չի եղել։ Այդ ընդդիմադիր բաներից մեկը, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանի կուսակցության փոխնախագահ եւ գործող կառավարության էկոնոմիկայի նախարար Քավորն է։ Թե հարսանիքի, թե երեխեքի։ Էլի քավոր սանիկներով են, հա։ Քավոր սանիկներով դուս են եկե պայքարի, լուրջ։ Կամ ասենք Նիկոլ Փաշինյանի եւ ավելի ռուսամետ ուժերի տարբերությունը ո՞րն է։ Ոչ մի։ Նիկոլ Փաշինյանը մի քիչ ավելի Սերժ Սարգսյանի դիրքերի վրա կանգնած, ասենք ասում է, որ չէ, մենք բան գուբերնիա լայն ավտոնոմ բան ինքնավար իրավունքով պետք է լինենք, իսկ բանը Ռոբերտ Քոչարյանը ասում է, չէ, մենք ուղղակի գուբերնիա լինենք։ Կոպիտացած մեկը ասում է, մենք Օմսկ ենք, մյուսը ասում է, չէ, Թաթարստան։ Ну, պայմանական Թաթարստան, Բաշկորտստան, չէ, մի քիչ ավտոնոմիայով։ Մի քիչ ավտոնոմիայով։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հապկում է, Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ում է, Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի հետ է, Նիկոլ Փաշինյանը ուրախ թռվռում է, որ կոմբիկեր է ստանում Ռուսաստանից, Ռուսաստանով։ Դե ասում եք կառավարությունը չի պատվիրել, դա մասնավորի գործ է։ Եղբայր, եթե մասնավորն է պատվիրել, Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ գրողի գործ ունի դրա մասին խոսելու։ Մասնավորը պատվիրել է, մասնավորը ասել եմ, մի հատ էլ կասեմ, հիշում եք Սվորաֆը, որ մահացավ, այդ որ ասում են առաջին ինքնաթիռը եկավ Ադրբեջանից, չէ, Սվորաֆը որ մահացավ, ստեղ հողակավորված արարողություններ Բաքվից ինքնաթիռներ էին իջնում։ Մեջից մի հոգի էր դուրս գալի, բայց գալիս էին այդ ինքնաթիռները։ Հենց որ ինձ հեքիաթ մի պատմեք, մասնավորին որ պետք եղավ ինքը կբերի, մասնավորը մինչև էդ էր բերում։ Ռոստելեկոմը Ադրբեջանով ինտերնետ էր բրդում։ Այսինքն այդ տնից չի որ վարչապետը էլ է կանգնե խոսացել ես, որ առաջի անգամ, չգիտեմ, պոեզի գծով ինչ-որ բան եկավ, դու պարզվում մասնավոր, դու խես մասնավորին գովազդում։ Խես մասնավորին գովազդում, հայ-ադրբեջանական կապերն է գովազդում։ Բայց ոչ մի հայ-ադրբեջանական կապ չկար, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության բանի մեջ ֆիքսվելու է, որ այդ ապրանքը մտել է բանից, ծագման երկիրը Ղազախստան, մուտքի երկիրը Վրաստան։ Ադրբեջանը լավություն է արել, բացել է։ Հասկացա, բայց դրա ապացույցը չկա։ Կոպիտ ասած, ինչն ես գովազդում։ Որ Ադրբեջանով եկել է մասնավորից։ Ինչի համար էր այդ ամբողջ պատմությունը։ Թե որովհետև ինքը միձև պիտի ցույց տա, որ այս ամեն ինչը որ ինքը անում է, ինչ որ նշանակություն ունի Հայաստանի համար, զերո նշանակություն ունի։ ԵԱՏՄ-ից, նորից եմ ասում, տեսեք, ԵԱՏՄ-ից ցորենաբեր է։ Այդ ցորենը եկել է Վրաստանով մտել է Հայաստան։ Ընթացքում գնացել է Ադրբեջանով։ Okay, եթե այդ ցորենը Վլադիվոստոկից բերեր։ Պետք է ամբողջ այդ Խաղաղօվկիանոսի, Հնդկական օվկիանոսի, Սինգապուրի եւ Ցեյլոնի նավահանգիստներով բոլորը ֆիքսեր, որ եկել է, հա, այտենց ընդեղով է եկել, ընդեղով չի եկել, եկել է։ Հիմա լավ, որ մենք դրոնների համար բան ենք բերում, ասենք, պետք է նշենք, որտեղով է գալիս, Հոնկոնգով, Սինգապուրով, վերջում բանով, Դուբայով, Աբու Դաբիով, սա պետք է նշենք։ Շնորհակալ եմ, վերջին հարցը մենք քանի որ միշտ հետևում ենք ռուս-ուկրաինական պատերազմ, այդպես ասեմ, իրավիճակին Ուկրաինային կարծես թե ներկայացվեց վերջնագիր, մթամ։ ամերիկյան
նախագիծ, հա, ինչպես ամերիկյան նախագիծ չդա։ Ինչ Դա Վիտկով Կուշների ինձ թվում է ապացույց չունեմ, բայց շատ նմանակաշռակերության հետ դրանք։ Վիտկովը այդ Բեդովլատն է, որը անշարժ գույքի գործակալ է եւ որը արագի մեջ պետք է գործարքը փակի։ Հետաքրքրությունը պարզ է, ինքը հանդիպել է ամեն անգամ այդ անունը ասելուց դա Կիրիլ Դմիտրիևի հետ եւ այն ընթացքում, երբ Ամերիկայում բաներ շատդաուն էր, այսինքն պետական համակարգը պարապուրտ էր մատնված, այդ թվում անվտանգության ծառայություններ։ Այդ ընթացքում, մինչև դա տեղի ունենում Դմիտրիևի այցը, մի հատ Ֆլորիդա, մի հատ Նյու Յորք։ Այսինքն մի հատ այնտեղ որտեղ կներեք արտահայտության համար բնակվում է Վիտկովը, մի հատ այնտեղ որտեղ տնպեսա Կուշներն է, որից հետո իրանք ակտիվանում են եւ առաջ են քաշում այս նախագիծը ինքը իրենով ներկայացնում։ Այսինքն այնուամենայնիվ ներողություն Միացյալ Նահանգների նախագիծ խաղաղության ինչ ձևակերպում Կուշներ Վիտկովի փաստաթուղթ, որը իրենից ներկայացնում է 22 թվականի Ստամբուլյան պրոտոկոլների ռուսական կողմի ներկայացրած օրինակ 22 թվական ընդ որում այդ ժամանակ էր որ դեռևս Ազովստալը կար այսինքն Ազովստալում հələ Ազովի տեղիքը լրված էր սա այդ նախագիծն է սա ոչ միայն չի լինելու սա ոչ միայն Ամերիկայի հետ կապ չունի իրանք ինչ-որ կերպ Տրամպին ասել են մենք սա ամեն ինչ երևի ամեն ինչ համաձայնեցրել ենք սա կանենք Տրամպի անհետևողական եւ մեծ հաշվով անողնաշար արտաքին քաղաքականության շնորհիվ սա դարձել է ինչ-որ թեմա բայց իրականում ոչ մի չի լինելու սրան արդեն 22 թվականին ասել են ոչ նախատեսվում է որ Ուկրաինան ամեն ինչ պետք է հրաժարվի այդ թվում որ Ուկրաինայում ռուսերենը պետք է դառնա պետական լեզու ես չեմ ճանաչում ուկրաինական քաղաքական գործի նույնիսկ անուն տվող անձ որը կասի այսինքն մեկը լինի որ ասի որ ես ճանաչում եմ մեկ ուկրաինական քաղաքական գործիչ որը այս փաստաթուղթը կստորագրի Ստիպեն Զելենսկուն եւ հետո ասեն դրական որոշումներ կայացնելու հնարավոր չի ստիպել Ուկրաինայի նախագահին որ ինքը ճանաչի որ բանը ասենք ամբողջությամբ սա Դոնբասը տալիս է Ուկրաինան պետք է զորք չունենա զենք պետք է չունենա Եվրամիություն չմտնի ՆԱՏՕ չմտնի հրթիռ չունենա համել ռուսերենը պետք է դառնա պետական լեզու բացառվում է գոյություն չունի տենց նախագահ առավել եւս Զելենսկին հիմա որ թողես ոտը կտա մեկին, որ այդ ոտը խփեն այդ թուղթը ստեղծողի կամագին, որ ինքը գնա իր տունը։ Ինչ է կարծում ինչ կլինի։ Ոչ մի բան։ Կուտացնեն այս թուղթը։ Կպատրեն, կասեն։ Չէ, կտանեն, կբերեն, կլմլմցնեն կգնա։ Բոլորը գիտեն որ անողնաշար է այդ մարդը։ Թրամփը։ Հա, մի շաբաթ կմալն կմոռան։ Կամբոջա եւ Հայլի Կամբոջա, Ալբանիա, 8 երկիր բան ինչ-որ սես, մի կալոտ կարտ կտանի կնվիրի Լաս Վեգասից, բան կասի դες շլավ կարտեր ունեմ, որը բացում ես Ղարիտուզը։ Պարոն Սարգսյան, վերջին հարցը, գուցե դուք պատրաստ չեք այդ հարցին, ինչ-որ լավ բան, որը կատարվում է Հայաստանում։ Չի հենց լավ բան է, ես պատրաստ չեմ, ասեմ, իրականում նատ լավ բան կա, որը կապված է նոր տեխնոլոգիաների հետ եւ մեծ հաշվով էներգետիկ ոլորտի սա լավ է իրականում սրա մի մասը կա նաեւ այդ փաստաթղթերում որը Տրամպի հետ է ստորագրված բայց Հայաստանը ստացել է այդ նոր չիպերի արտահանման լիցենզիա որը հնարավորություն կտա Հայաստանում ստեղծել ցավոք սրտի էլի եմ ասում ստեղ բանա չէ սա մեղր է բայց մի քիթալ մեջը բան կա ցավոք սրտի մեր ոլորտի պատասխանատուները մասնավորապես փոխվարչապետի մակարդակով վստահություն չեն ներշնչում որ իրանք սա չեն ծառայեցնի Ռուսաստանին հենց որ բացահայտեն որ սա ծառայում է Ռուսաստանի շահերին մենք դրանց կզրկվենք ինչպես կարող է դա ծառայել Ռուսաստանին Artificial intelligence-ի մեծ այդ բանը գործարանը ֆաբրիկա դրվի շուտ դատա ցենտրներ դրվեն ու Ռուսաստանին տեղ տրի որ ինքը տեղ հաշվարկ կանի օրինակ արտիռներ հաշվարկի կամ համատեղ ինչ-որ գործունեություն անեն, հա? Տեսեք, որպիսի մենք ստանանք ամբողջական
ոչ թե կրտած, այդ ամբողջական շահույթ, որ ստանանք այս տեխնոլոգիական զարգացումից եւ մեր բաներից, որքան էլ որ դա ցավալի չի շատերի համար, այդ 40 սուպեր դախլչիների սպեկուլյանտների համար, մենք պետքա այսպես կտրվենք հապկից եւ ԵԱՏՄ-ից, որովհետեւ նորմալ զենք ստանանք, նորմալ տնտեսություն զարգանք։ Ես հասկանում եմ շատերի համար դա շատ դժվար է Դե մենք պատկերացնել։ ավելի խրվեցին կարծես։ Այդ է դա հարցը։ Այս Որ Թրամփի ուղի Թրամփի ուղին հասկանում եք, երբ որ Թրամփի ուղու մասին Նիկոլը խոսում էր, ինքը բոլոր ասիական երկրները թվարկեց, Եվրոպային բան չասեց։ Սրանում է խնդրեմը, որ մենք ցավոք սրտի ունենք խորը ասիական մտածելակերպով, բարդույթներով լի ղեկավարություն։ Դե դրա համար էլ մեզ դիտարկում են այնտեղ։ Ոչ, Մենք մեզ դիտարկում են, ոչ, մեզ դիտարկում են այնտեղ, դրա համար մենք ունենք այդ կաբանը։ Դե կամ ես ասում եմ Էտա, հակառակը, գուցե չէ։ մենք մեզ պատկերացնենք, որ մենք այդտեղ չենք։ Այսպես խորը հասկանանք, էլի։ Պրոբլեմը գիտեք որն է, հիմա որ ինչն է կոնֆլիկտը հայ-եվրոպական եւ հայ-ամերիկյան հարաբերություններում, որտեվ դա կա։ Ամերիկայի համար Հայաստանը Ասիա է։ Ամերիկայի պետական դեպարտամենտում իրոք չեն հասկանում, օրինակ ես որ ասում եմ, ինձ մի դիտարկեք ասիական երկիր։ Ասիան դու ես, ոչ թե ես։ Ինքը դրանից ինքը չի հասկանում։ Իր համար գոյություն չունի այդ բանը։ Որում փակագծում ասեն, որ Վրաստանը այդպիսի խնդիր չունի։ Վրաստանը այդպիսի խնդիր չունի, որովհետև ամենասկզբից, երբ դեռևս պետդեպարտամենտում նորմալ մարդիկ էին նստած, որովհետև սերունդ դա փոխվել։ Այն ժամանակ, երբ որ այդ հարցը կանգնած էր, երբ որ ասենք Մակկեյնն էր հարց լուծում, որը Վիետնամում կռվել էր, որը գիտեր, որը որից հետո է, այդ ժամանակ ստեղ նստած էր այս կներեք արտահայտության համար Ռոբերտ Քոչարյանը, որ ինքը կարար դա աներ։ Հասկանում եք, երբ 99-2000 թիվն էր Հայաստանը երևի հիշում եք, դիտարկում էր ժողովրդավարության կղզյակ։ Եվ թե Եվրոպան, թե ԱՄՆ-ն դիտարկում էին Հայաստանը որպես հիմնական արևմտյան, արևմտամետ երկիր։ Այս սրա հախից եկավ Ռոբերտ Քոչարյանը եւ ռազմական հանցագործ Պուտին իր գաղափարական հայրը։ Այսինքն Քոչարյանի գաղափարական հայրը Ռոբերտ։ Էդ է հարցը։ Հիմա մենք որ բան ենք անում, տեսեք, մենք ունենք զարգացման հնարավորություն, մենք տեմպ ենք կորցնում։ Մենք էլի բան, Ամերիկան միևնույնն է, այս տարածաշրջանում չի կարա երկար լինի։ Հենարան չունի։ Եթե Ամերիկայի հենարանը Նիկոլ Փաշինյանն է, ես ցավում եմ Ամերիկայի համար։ Տարածաշրջանում ինքը հենարան չունի, որովհետև այսօրվա դրությամբ իրանք ստեղծում են Սելջուկ բոլշևիկյան այդ հրեշին թուրքական, դրանք հենարան չեն։ Աչքը թերթեցիր, քեզ կմորթեն կնգատ երեխեքիդ կբռնաբարեն։ Հայաստանը իրեն այնտեղ չի դիտարկում, բայց ինքը Եվրամիության մաս իրեն դիտարկում է, խոսքը գնում է իշխանությունների մասին։ Հայաստանը ինչ կապ ունի։ Իշխանությունները որտեղ են իրենց զգում։ Ուզում եք կանչեք իրենց եթերի հարցը։ Երևի թե, ձեր կարծիքով։ Իմ կարծիքով չէ, իմ կարծիքով իրանք ուզում են մնան իշխանության։ Ենթադրելով որ երբեք ուշ չի լինի, որ իրանք մտնեն Եվրամիություն։ Հասկանում եք։ Իրանք Եվրամիություն մտնելը ուզում են պահեն, ոնց որ էշի դեմը պահում են բանը, գազարը։ Իրանք ուզում են այս ժողովրդին էշի տեղ դրած հեծնեն, բան անեն, այնքան մինչև դե տեսեք կմտնենք, մեզ մի հատ էլ իշխանություն տվեք, մի հատ էլ, որ իրանք լափեն, իրանք քածերին լափացնեն, իրանք վաստակները օրինական եւ ոչ օրինական հիպոթեկներ ստանան, այդ հիպոթեկներն բան անեն։ Դե մի մասը ջայել է, բան է, տենց էլ նորեն ուզում են բան անեն։ Իրանք սուպեր դախլչիները, որ իրանք ֆինանսավորում են, դրանք էլ լավ զգան։ Խնդիրը նրան որ տեմպես կորցնում, ինչ որ մի պահ կորցնելու են այդ հնարավորությունը։ Այդ դա իրանք չեն հասկանում, քանի որ հիմնականում քաղքենի են։ 2026 թվականի ընտրությունները նման են լինելու Վահաշապատում անցկացված ընտրությունները։ Ոչ մեկ չգիտի 2026 թվականը թող գա։ Միանշանակ այդպես չեք կարող ասել։ Բացառվում է։ Ամեն ինչ հնարավոր է։ Ոչ մեկ ձեզ չի կարող ասի ինչ ա լինելու 26 թվականի ընտրությունները։ Շատ անհեթեթ ոնց ուզում եք վերաբերվեք Ամերիկան ամենահզոր երկիրն է աշխարհում այս պահին, ամենահզոր տնտեսությունն է։ Դուք ունեք անհեթեթ քայլեր անող անողնաշար
եւ արժեքային համակարգի շեղումներով նախագահ այնտեղ։ Դուք չգիտեք ինչա լինելու 26-ին։ Ինքը կարա մի շաբաթ հետո Զելենսկուն ասի չէ, в общем 3 րոպեից պիտի ստորագրեսես թուղթը եւ ամբողջ եվրոպական անվտանգային համակարգը փլուզվի դրա պատճառով, այսինքն երրորդ համաշխարհային սկսի, որտեղ Պուտինը չի կանգնելու, Իրան այդ 600,000-ը տանը պետք չէ։ Ինքը այդ 600,000-ին բրտելու է Լեհաստան։ Կամ ասենք կարա կանգնի ասի չէ, ոնց որ Պուտինի վրա ջղայնացա, ինչ կա սաղ անջատեք, Swift-ա, NAV-ա, բանա, սաղ անջատեք, հակառակը գնա։ Այսինքն դուք ոչ մեկը չգիտեք ինչա լինել։ Ցանկացած պարագայում ամբողջ աշխարհը պատրաստվում է պատերազմ։ Չի լինելու ուրիշ լուծում։ Ես ինչ եմ ցած բանով ասում։ Այս որ տանում եք Թուրանի մեջ գցում եք Հայաստանը այդ բաների Սելջուկ բոլշևիկաների շուտ, հասկանում եք որ պատերազմը սպասվում։ Դրա համար եք տանում գցում, հա։ Որտեվ այդ պատերազմի շորշոփի տակ 3 միլիոն մարդ կոտորելը вообще հեշտ է լինելու։ Եթե չեղավ Հայաստանը նորմալ տեղ, այսինքն խոսքը նրա մասին չի որ Եվրոասոցիացիան թուղթը տակ։ Խոսքը նրա մասին է որ քո տարածքում Թուրանի բաշիբոզուկները չֆրֆրան ազատ։ Ոչ թե նրա մասն որ թղթով ինչ ես, արա ես մեռել եմ սրանց բացը չեն հասկանում։ Իրանց թվում է որ թղթով են սահման պաշտպանում։ Կամ թղթով դու որ Եվրամիությանը, չէ, տենց չի տղեկ, տենց չի։ Դու պետք է լինես, արժանապատվություն պետք է ունենաս։ Դրա մասին է խոսքը, այս ամենամեծ խնդրեմը իշխանությանն է, որ արժանապատվություն խնդիր ունի։ Իրոք խնդիր ունի։ Չէ, կարան վազիկին դատի տան, մի հատ տանեն գործով նստածնեն։ Հարց չկա, թե որ ասում արժանապատվությանը վնաս է տալի, բայց խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ դու Եվրոպայից մի հատ մեդալ չունես, բայց Թուրանից արդեն շքանշան։ Շնորհակալ եմ, պարոն Ես էլ եմ Սարգսյան, շնորհակալ։ ուզում ենք լավ լուրով վերջացնել։ Լավ լուրով ենք վերջացրել։ Ժողովուրդ, դուք սխալ եք ընկալում։ Լավ լուրը չի նշանակում, որ բանա, այն որ պուպուշ բաներ են սենց ինչ-որ վարդագույն, չէ։ Լավ լուրը այնա, որ դուք գիտեք ինչա կատարվում։ Այ դա լավ լուր է, որովհետև չվախելու հիմնական հիմքը, հիմնական պայմանը այնա, որ դուք գիտեք ինչա կատարվում։ Մեր հաղորդումների տակ, որ մեկնաբանություններ են թողնում, ասում են վերջերս չեք ասում լավ է լինելու, թե չվախեք ներողություն։ Չէ, ասում եմ, միշտ ասում եմ չվախեք, ընթացքում եմ ասում, ուղղակի չթարգել եմ դրանով փագել, որովհետև չվախեքը պետք է իմաստ ունենա։ Դրանից եզրակացնում են Չէ, վիճակը սենց ասեմ, երկրի վիճակը չի փոխվել։ Որոշում կայացնելու հնարավորությունն է ավելացել։ Տեսեք, 44 օրյա պատերազմից հետո մեր որոշում կայացնելիքը շատ քիչ էր։ Ինչ կարենք գնանք պոստերը պահենք հետա։ Հիմա փոխվել է, հիմա մարդիկ կարող են որոշում կայացնել եւ այդ որոշումը ինչ որ բանի վրա ազդի։ Դրա համար, երբ որ ես հիմա ասում եմ մեկ չվախեք, ասում եմ կոնկրետ բանով, բայց չվախեկը չի նշանակում որ դու ոտդ գցես, ոտդ դիվանին նստես, ոչ մի բան չանես, դե Սարգսյանն ասել է չվախեք, ուրեմն սա ցենտրը։ Չէ, տենց չի։ Եթե ձեզ պետք է որ դուք համապատասխան մարմնի մասը բարձրացնեք դիվանից եւ գնաք գործ անեք, եւ դրա հիմքը կարա լինի այն որ ես չեմ ասում չվախեք, օքեյ, չեմ ասում, գնացեք մի բան արեք։ Այդ նման են բոլորս գիտենք այդ անեկդոտը, երբ որ Աստծուն աղոթք է անում, ասում է լատարեով շահեմ։ Հրաշալի բան։ Պատասխանը գոնե գնա այդ տոմսակը։ Մի հատ լատարե արեք։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահը դուք եք։ Ասում եմ չվախեք, այդ մոմենտով չվախեք, սա լավ է։ Սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանն էր մեր զրուցակիցը այսօր, զրուցվար մեր Գայան Առաքելյանը։ Բարև ձեզ։